Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Ալումյան, սկսենք այնտեղ հաստից, թե սահմանազատության հետ կապված որևէ բան այս պահին Տավուշում իրականացում է, թե չէ, այսինքն այդ գործընթացը սահմանափակվել է այնքանով, որքանով որ արվել է, թե հիմա աշխատանքներ կան։ Այնքանով որ արվել է, հիմա կոնկրետ ոչ մի աշխատանք չկա, ոչ մի process գործընթաց չկա։ Այդ դեպքում ինչ են անդադ փոխվարչապետերի մակարդակով այդ քննարկումները կան։ Այսինքն հնարավոր է որ հիմա այլ մարզերից են Սյունիքից պետք է սկսել։ Ես նկատի ունեմ, որ կոնկրետ Տավուշի մարզում ես պատասխանատու եմ Տավուշի մարզի համար։ Իհարկե փոխվարչապետերի մակարդակով կար այդ քննարկումը լինի, բայց կոնկրետ Տավուշի մարզում գործընթաց չկա որևէ դրա հետ կապված, այդ նկատի ունեմ։ Իսկ առասարակ տարածքների հետ կապված ինչ տարածքները որ մասին խոսում է, որ մենք ունենք տարածքներ, այստեղ Ադրբեջանին է պատկանում եւ այլն։ Սա դասամբար կարելի է որ տարածքներն է վերաբերում։ Ոչ, ժամանակ սահմանազատման գործընթաց չլինի, դա չի կարող պարզ լինել։ Այսինքն 12-7 կիլոմետր հատվածը որ սահմանազատվել է, այդ ժամանակա պարզ է, չէ՞, որտեղ են դրվում այդ կետերը։ Այսինքն միջև սահմանազատում չլինի, չեք կարող ասել։ Չէ, երբ իշխանությունն ասում է, որ կան տարածքներ, որոնք Ադրբեջանին են պատկանում, բայց Հայաստանի վերահսկողության տակ ինչ տարածքների մասին է խոսքը։ Որովհետև մենք չենք տեսնում Ադրբեջանից նման պահանջ չի եւ միայն Հայաստանի իշխանություններն են այդ մասին խոսում։ Լրիվ պարզ երևում է, այդտեղ տենց մեծ գաղտնիք չկա, Ոսկեպարի հատվածում եւ Վերքավերի հատվածում նման տարածքներ ունենք։ Վարչապետի գլխավորությամբ Տավուշի մարզ պատն էին նայում թե դպրոցին հարակից այդ պատը ինչպես նշանակել ինձ հետաքրքիր այդ պատը շահելուց հետո դպրոցում քանի աշակերտ է ավելացել։ Ուրեմն նախ ասեմ ձեզ, որ հիմա կոնկրետ այս պահին 37 աշակերտ է սովորում դպրոցում եւ 5 երեխա նախակրթարան է հաճախում, ընդհանրապես գյուղից արտագաղթ, եթե դուք այդ նկատի ունեք, չի եղել։ Այդքանը կարամ ասել։ Ներգաղթ հիմա այս պահին կոնկրետ Կիրանց գյուղում 53 պետական ծրագրով 16 միլիոնի ծրագրով տուն է կառուցվում։ Ես ձեր գործընկերներին հարցը ուղղեցի, նաև ձեզ եմ ուղղում, մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ մոտ 2-3 ամիս առաջ դուք ձեր գոլեգաների Գեղարքունիքի մարզպետի հետ, որից հետ նաև ձեզ հետ եղել Կուտակի մարզպետը, գնացել եք Սևանի ափին խնջույքի եք մասնակցել, խնջույքը ուրախացել է, բայց ըստ էության երևի գինովցել եք արդեն երեկոյան եւ հնչել են կրակոցներ։ Ինչ է եղել։ Լավ, կներեք, այդ ասեմ, որ այդ տեղեկությունը լրիվ անհեթեթություն է։ Ուրեմն, եթե հավաստ տեղեկություններ ունեք, ես էլ ձեզ հավաստիացնում եմ, դուք Երևակայի մեր քաղաքական թիմին լավ չեք ճանաչում, եթե նման դեպքեր եղել, մենք բոլորս պատժված կլինեինք։ Սրանից տարիներ առաջ Անտառում դեպք տեր ունեցավ, Անտառապահին բռնել էիք, որ գողության հետո այնքան էիք վազե քաղաքացու հետևից ձեր մեքենայով, եւ արդյունքում այո, վթարի էր ենթարկվել մեքենայով, լավ մեքենան վարել էիք իր մեքենայի հետևից, հա, արդյունքում վթարի էր ենթարկվել, մահացել եք իրական վարույթներ։ Ուրեմն ես ձեզ կխնդրեմ, այդ շրջանակներից դուրս չի գալ, դուք լավ գիտեք, որ էդ էլ է սուտ տեղեկատվություն, եթե նման բաներ եղե, քրեական գործում ես ներգրավված կլինեի։ Ընդդիմությունը ինչ քրեական գործածում է։ Ընդդիմությունը թող համապատասխան մարմիններին դիմի, ես ստանամ իմ պատիժը հասանելիք։ Դուք այսինքն մտավախություն չունեք, որ իրավապահները վերադասնեն Ոչ թե մտավախություն չունեմ, նման դեպք չի եղել, խնդիրը սրանում է կայանում։ Պարոն Ալումյան, գնեք, ձեր նշանակումը արդյոք ԽՑԲ-ի արդյունք չէ։ Ինչ առումով։ Դուք Նիկոլ Փաշինյանի հետ սանիկական կապերի մեջ եք, ԽՑԲ-ն էլ խնամի ծանոթ բարեկամ Նիկոլ Փաշինյանն ասում էր գալու ենք ԽՑԲ-ին վերջ ենք։ Ես կխնդրեմ այդ տրամաբանությունից դուրս գաք։ Եթե իմ կենսագրությունն նայեք, ես վերջի տարիներին միանակ 11 տարվա բանկային համակարգի ստաժ եմ ունեցել, որից 9 տարին կառավարիչ։ Այսինքն դե ունեցող կա։ Ես ձեր հարցին պատասխանեցի, որ ոչ։ Ես չեմ ինքն առաջադրվել, ինձ առաջադրել են մեր քաղաքական թիմի ընկերները եւ ես նշանակվել եմ մարզպետ, ավելացնելու ոչինչ չունեմ։